Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, բարև ձեզ։ Պարոն Սուքիասյան, այսօր Ռուսաստանի Դաշնությունը այսպես պայմանական եմ ասում, վերջին օդը փակեց, ձկնային արտադրանքն էլ արդեն վերջնականապես արգելվեց արտահանել Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն, ընդ որում մինչև ընտրությունները շատերը պնդում էին կամ ենթադրում էին կամ հույս ունեին, որ ընտրություններից հետո այդ տնտեսական ճնշումը Ռուսաստանի կողմից կիրառվող կմեղմվի։ Հիմա լրիվ հակառակ պատկերի ականատես ենք լինում, ինչու է այդպես տեղի ունենում ըստ ձեզ։ Լավ արծ է, ինչու է այդպես։ Իհարկե ռուսներն էլ այն գլխից իրանք որոշել են, որ նախ իրենց լավ չեն հասկանում, երկրորդն էլ աշխարհը իրենց գլուխ չի անում։ Այս ինչ-որ բաներ փորձենք հասկանալ։ Ընտրություններից հետո ենթադրելի էր, որ Ռուսաստանը մարդավարի վերաբերմունք կցուցաբերի եւ կճանաչի մեր ընտրությունները, դրանից հետո կարգավորվի։ Քանի որ ենթադրում եմ մտքներին դեռ բան կա, քանի որ մենք էլ որոշել ենք սահմանադրական դատարան դիմել, ու մենք ովքեր որ դիմել են, էլի երևի իսկ քանի որ Ռուսաստանն էլ այն գլխից ծնվել է դեմոկրատ, իրենք որոշել են այդ ընթացակարգին հավանաբար հետևել, վերջնական արդյունքից հետո հավանաբար արագ կճանաչեն, հարաբերությունների կարգավորման process-ը կսկսի, դա էլ կդադարեցնեն։ Իսկ քանի որ հավանաբար դեռևս վերլուծում են, լավ չգիտեն նաև մեր ՍԴ-ն ինչ է անելու, կարող է մտնել ինչ-որ բան կա, օրինակ հետընտրական process-ներ սկսել, դրա համար այդ տնտեսական ճնշումը կողքից որպես ապահովություն պիտի լինի, որպեսզի գործընթացը մնա թարմ, որպեսզի Հայաստանի մինչ հեղափոխական անցյալի դերակատարները, որոնք մի մասը օսլայած դեմքով, մի մասը հնացած դեմքով մտել է խորհրդարան, որպեսզի թեզեր ունենան, հասարակական կարծիքը դեպի իրենց թեքելու կամ մի հատվածին դեպի իրենց թեքելու։ Ինձ թվում է ՍԴ-ի որոշումից հետո իրենք կհանդարտվեն եւ դրանից հետո ամեն ինչ կգա իր բնականon հուն։ Տեսեք, դուք ասում եք, որ Ռուսաստանը այս քայլերով փորձում է որոշակի հանրային դժգոհություն առաջ բերել, հա, որ եթե անհրաժեշտություն լինի, հետո այդ դժգոհ մարդիկ դուրս գան փողոց իշխանությունների դեմ այդ հետընտրական պայքարի համար։ Բայց տեսեք, ինչքան օրինակ իմ համար զարմանալի է, որ Եվրամիությունն այդքան արագ արձագանքեց, Եվրամիությունն ասում է, հա վնասներս կրում, ես կփոխհատուցեմ, 50 միլիոն մի փաթեթով եմ տալիս, 34 միլիոն ուրիշ փաթեթով եմ տալիս, էլի կտամ։ Հիմա այն մարդը, որը պոտենցիալ պիտի դժգոհ լիներ, օրինակ, չգիտեմ, իմ ծիրանը չեմ կարողանում արտահանել կամ իմ ձուկը չեմ կարողանում արտահանել։ Եվրոպացին ասում է, այս փողը վերցրու, քո վնասը հատուցվեց։ Դրանից հետո այդ մարդը ինչ տրամաբանության պիտի դուրս գա բողոքի ակցիայի։ Դա այդ մարդկանց համար չի, այդ ճնշումը։ Ճնշումը պատկերի համար է։ Իհարկե ենթադրել էր, որ ռուսներն լավ չեն հաշվել, որ մենք արագ լուծումներ կորոնենք եւ Եմեն եւ նաեւ շատ այլ երկրներ կբացեն իրենց հնարավորությունները Հայաստանի համար։ Միգուցե դա չեն հաշվել, դրա համար են անում։ Բայց քանի որ Ռուսաստանն է, համառ պետություն է, ես ենթադրում եմ շարունակում են իրենք ճնշումները աշխատեցնել ռուսական մտածողությամբ մեր հասարակության մի սեգմենտի համար։ Տնտեսական ճնշումների տնտեսական հետևանքը մենք հաղթահարում ենք, այլ տնտեսական ճնշումների հանրային ընկալման հարցը դեռևս ենթադրում եմ ռուսական աշխարհայացքով մի հատվածի մոտ որպես պատկեր կմնա։ Բայց էլ եմ ասում, նպատակը որն է, ընտրության արդյունքները վերջնականապես ամրագրելուց հետո տրամաբանությունը հուշում է, որ դա կդադարի, որովհետև էլ իմաստ չկա դա անելու։ Օրինակ, ինչի համար Ռուսաստանը դա անում։ Տեսնում է, որ դա ենթադրենք մենք հաղթահարում ենք, տեսնում է, որ դրա վերաբերյալ հանրային եւ տնտեսական ընդվզում չկա։ Ինչ է շարունակում դա անել։ Դե նախ Ռուսաստանն է, համառ պետությունն է, երկրորդն էլ եմ ասում, հավանաբար մտքներին
պահած հետին միտք ունեն, որ միգուցե ինչ-որ խժժությունների ժամանակ այդ ճնշումները էլի կշարունակեն եւ իրենց հարազատ սեգմենտին թեզեր կտան մեր ներասարական կյանքը մխտարելու համար։ Դրա համար է, բայց էլ եմ ասում, ամենայն հավանականությամբ պետության արդյունքները վերջնականապես ամրագրելուց դա կդադարի։ Հիմա եկեք մի քիչ այլ տեսանկյունից նայենք։ Ես հասկանում եմ, որ սահմանադրական դատարանը քաղաքական մարմին չի, բայց այս ճնշումը կարող է բավական քաղաքական է, սահմանադրական դատարանը վրան մենակ իրավական, դա իրավաքաղաքական սահմանությունը իրավաքաղաքական փաստաթուղթ է։ Նկատի ունեմ, որ ինքը քաղաքական կոնյունկտուրայից ելնելով չի իր որոշումները կայացնում, ես զուտ մենակ դա նկատի ունեի, բայց հիմա այս ճնշման շարունակականության դեպքում օրինակ տեսեք, օրինակ հանրապետության կուսակցությունը դիմել է այնտեղ ընտրությունները չեղարկելու պահանջով, բայց ըստ էության ինքը ասում է այն երկու քաղաքական ուժը, որոնք անցել են խորհրդարան, այս հիմնικά պատկերով հսկայածավալ ընտրակաշառքներ են բաժանել, հետևաբար իրենք լեգիտիմ չեն, եթե իրենք լեգիտիմ չեն, նշանակում է լեգիտիմ չի նաև խորհրդարանը ամբողջությամբ, ըստ էության։ Հիմա օրինակ, այսպես տարբերակ որպես դիտարկենք, սահմանադրական դատարանը ասում է, հա ճիշտ եք ասում, այս խորհրդարանը այս տեղով, այս բովանդակությամբ լեգիտիմ չի։ Ինչ է դրան հետևում, դրանց հետևում է, ես ենթադրում եմ, որ այդ երկու քաղաքական ուժերի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է եւ արդյունքում մենք ունենում ենք նոր ընտրություններ առանց այս քաղաքական ուժերի, ըստ էության առանց Ռուսաստանի ներկայացվածության խորհրդարանում եւ համենայնդեպս մենք գոհ ու երջանիկ ենք դառնում։ Ռուսաստանում չգիտեմ, տարբերակ է թե չէ։ Ձեր ասածը խիստ տրամաբանական է, բայց արդյոք մեր պետության մեջ, մեր հասարակական քաղաքական կյանքում ամեն ինչ համարժեք է նորմալ բանականության եւ տրամաբանությանը։ Ով է ասել, որ եթե ենթադրենք ՍԴ-ն դրական որոշում կայացրեց, դրանց գործունեությունը արգելվելու է։ Ով ասել։ Դա խնդրեմ է, հետո հասկանալ։ Կարող է ընտրությունները չեղարկել, մնացածը թողնեն ենթադրենք այլ պետական ինստիտուտներին այդ փակել չփակելու հարցը։ Բայց ընդհանրապես նայեք, այդ այսօր հասկանալի չի ինձ համար սահմանադրական դատարան դիմելը։ Ֆորմալ իմաստով ամեն ինչ ճիշտ է։ Ամեն ինչ իրավական պետության շրջանակներում է։ Եվ եթե գնանք իրավական մազոխիզմի ճանապարհով, էլի ճիշտ են։ Նու ես նկատի ունեմ ժողովրդական աշխարհայացքով ուժը, որը որ դիմել է։ Բայց ենթադրենք օրինակ սահմանադրական դատարանը այդ որոշումը կայացրեց։ Իրենք հետոն հաշվել են, այս պետական ինստիտուտները ունակ են, նորից էլի այդ զանգվածային գրոհը կասեցնելու ունակ են։ Այս պետական ինստիտուտների վիճակը այսքան է։ Այս պետական ինստիտուտները այսքան են կարողացել արձագանքել, հետո էլ են այդքան կարողանալու արձագանքել։ Եվ Ռուսաստանը եթե մարդիկ մտածում են, որ էլ այդ չափի կաշառք չեն բաժանի, էլ այդ մարդիկ նորից չեն գա, սխալվում են։ Էլ են գալու։ Եվ կարող է շատ ավելի մեծ զանգվածով ընտրակաշառք բաժանեն։ Դուք դի նկատի ունենաք, որ այդ մատերիալը կա, մենակ բաժանողը չի։ Ընդ որում ենթադրում եմ Ռուսաստանը լավ հաշվել են, որ եթե զանգվածային լինի, պետությունը ոչինչ անել չի կարող։ Եվ այս անգամ կարող շատ ավելի մեծ զանգվածային գրոհ անեն, շատ ավելի բարձր թվերով կաշառեն, ասենք եթե 1000 հոգի լինի, պետական ինստիտուտները կարձագանքեն, բայց եթե դրանք 100,000-ներ են, դա դառնում է օրինաչափություն։ Ոչինչ պետություն դրա դեմ առնել չի կարող։ Հիմա դուք ինչ անեք, մի հատ նորից գնանք ստրեսի ենթարկենք այդ պետական ինստիտուտները։ Նաև գումարենք, որ մեր իրավական դաշտը այն գլխից անհասկանալի է, շարունակում է մնալ անհասկանալի։ Հայաստանում ընդհանրապես այս իրավաբաններից ով է գլուխ անում, որոնք ես գլուխ չեմ անում։ Այսինքն ինչքան իրավական այլանդակություններ կա, իրենցից է գալիս։ Հնարավոր է Հայաստանի օրենսդրության շրջանակներում հարցի լուծում որոնել։ Հնարավոր բան չի դա։ Մեր օրենսդրությունը այլանդակ է։ Երկրորդը մենք պետք է միայն այդ օրենսդրությամբ իրավական ֆորմալիզմի ճանապարհով չի։ Կա հասարակություն, որը ունի ընտրելու մշակույթ, ընտրելու ավանդույթ, որտեղ հպատակային մտածողությունը մի հատվածի մոտ շարունակում է մնալ, կոռուպցիոն մշակույթը շարունակում է մնալ,
Սրանք հասարակական զարգացման ընթացքում պիտի փոխվեն։ Դա հնարավոր է մի հարվածով փոխել, անել այս կարգի պետական ինստիտուտները, որոնց վրա հալ չկա, կամ էլ չգիտեմ ինչքան կա, այսքան է այդ պետական ինստիտուտները, այդ կոռուպցիոն մշակույթը մեջներս կա։ Օրինակ Հայաստանում ոնց է օրենքով ապրող մարդը, օրինապահ քաղաքացու կյանքը Հայաստանում ամենադժվարն է։ Իսկ կոռուպցիոն մտածողությամբ մարդիկ տենց ոնց որ շարունակում են լավագույն կյանքով ապրել։ Հայաստանում տենց է։ Օրինապահ կյանքով ապրող մարդը միայն քրեական օրենսդրության հետ խնդիր չունի, բայց հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառում ինքը խնդիր ունի։ Իսկ այդ կոռուպցիոն մտածողությամբ հատված ինքը տեսնում է, որ իրեն աբգոն արած գնում են։ Աբգոն արած։ Այսինքն սա խնդրեմ կա, մենք հասարակական կյանքում էլ խնդիրներ ունենք։ Պետական ինստիտուտների վերահսկողությունն է թույլ, որպեսզի այդ օրինապահ մտածողությամբ քաղաքացին նա պետք է այսօր հեշտ կյանքով ապրի։ Ոչ թե այն մյուս, այսինքն այս մեր իրավական դաշտը շարունակում է բուքսավատ անել, պետական ինստիտուտները շարունակում են նույն ձևով աշխատել։ Եվ եթե դուք այդ պետական ինստիտուտներին այս ընտրական մշակույթով, ընտրություն անելու այսպիսի ավանդույթով նորից տանում եք, ասենք, նորից ընտրություն անելու, որ ինչ լինի։ Լավ չեմ հասկանում այդ իմաստը, էլի։ Ես սա դեն ինչ որոշում կկայացնես, այդ չգիտեմ, ինձ համար անհայտ է, որտեվ ես մեր իրավաբաններից այն գլխից գլուխ չեմ անում, հիմա էլ չեմ անում։ Տեսեք, դուք որպես խնդրի լուծում ռադիկալ միշտ տարբերակ եք առաջարկում, բարբերաբար ասում եք, որ պետական ինստիտուտները, մասնավորապես ազգային անվտանգության ծառայությունը պետք է մաքրվի, չիստ կարվի, հա։ Օրինակ, եթե դա արվի, ասենք վաղը իշխանությունը որոշում է ասում, հա, պարոն Սուքիասյանը ճիշտ է ասում, եկեք այդ մաքրումը անենք, դա որքանով գործին կօգնի այդ ձեր ասած տրամաբանության մեջ։ Կօգնի, բայց միայն այդ ինստիտուտով չի։ Մյուս ինստիտուտները պետք է աշխատեն։ Դատական համակարգը եթե շարունակում է այս ձևով, որտեղ մեր դատական համակարգը փոխելու համար նաև օրենսդրությունն է պետք փոխել։ Օրինակ այս դատական համակարգը ինչի շարունակում իր համար գուլյատ անելու, ոնց որ ասում են, որովհետև օրենսդրությունը հարմար է, որտեղ օրենքները 40,000 մեկնաբանություն ունեն, օրենքները գրված չեն, այդ մենակ մարդ փոխելով չի, օրենքները իրենք կոռուպցիոն մտածողությամբ են գրված։ Մեր քրեական օրենսդրությունը երևի աշխարհի ամենաայլանդակ քրեական օրենսդրություններից մեկն է։ Այնքան կոռուպցիոն մեխանիզմներ կա մեջը դրած։ Օրենքները ես օրինակ բոլորին հարց եմ տալիս. ինչու օրենքները չի գրում պարզ։ Ինչու պարզ չի։ Ինչ է ձեր գրած օրենքը մենք կարդում ենք 40 հոգի 40 ձևի է դա հասկանում։ Ինչ է այդ ավանդույթի հիմնադիրը Նապոլեոն Բոնապարտն է, որ ասպես համալրությունը պետք է լինի բարդ եւ կարճ։ Հա, կարճ, եթե կարճ է, արդեն շատ բարդ չի, բայց Նապոլեոնը դա եւ ընդհանրապես ֆրանսիացիները ինչ էլ անեն Ֆրանսիայի համար կանեն։ Իսկ մեզ մոտ մի հատված կա, այտենց այնպես չի որ պետությունը շատ թանկ բան է իր համար։ Այդ կոռուպցիան հետներս ծնված է, էլի։ Ուզում ասեմ պետական ինստիտուտները պետք է կայանան, արագ պետք է կայանան։ Նաև կադրերով պետք է կայանան, նաև օրենսդրությունը պետք է փոխվի, ԱԱԾ-ն էլ պետք է փոխվի, այն էլ պետք է, բայց ԱԱԾ-ով չի։ Էլ եմ ասում, եթե այս դատարանները մնացին այս կարգի, այս մտածողությամբ, դա լավ չի։ Բայց դա մեր գլխավոր խնդիրը որն է, էլի պետական ինստիտուտները կայացնելն է։ Օրինակ, եթե գոնե այս 5 տարվա մեջ մենք հնարավորություն կունենանք պետական ինստիտուտները կայացնելու, մենք 2031 թվականին ընդհանրապես կարող ենք չմտածել ով կգա իշխանության։ Որտեղ մենք իմանանք, որ կան պետական ինստիտուտներ, որոնք աշխատում են եւ որոնք թույլ չեն տա պետական հեղաշրջում։ Թույլ չեն տա, ով ուզում է ցանկացած ուռած գլուխ գա իշխանության, կիմանա, որ պետական ինստիտուտներ կան, չեն թողի պետությունը հանձնել։ Այլ մեր խնդրեմը սա այդ ինստիտուտները կայացած չեն, որ դրա համար ստիպված Հայաստանում այսպիսի ընտրություններ են լինում, այսպիսի ընտրություններ։ Եթե մենք կարողանանք այս 5 տարին պետական ինստիտուտները կայացնենք, այլ ընդհանրապես չմտածել։ Իսկ եթե չենք կայացնելու, շարունակելու ենք էլի այս ձև, ապա այլ 2031 թվականն էլ էլի այդ պետություն ունենալ չունենալու հարցը կախվելու է։ Տեսեք, որպեսզի ինստիտուտները կայանան, որպեսզի այդ ինստիտուտները կայանան, որպեսզի բիզնեսը կայանա, պետք է ինչ, պետք է ստեղծել արդարության միջավայր, մթնոլորտ, ճիշտ է։ Դրա լավագույն գրավականը եղել եւ մնում է դատական իշխանությունը, դատական այն իշխանությունը, որ 8 տարվա ընթացքում 6-ի չի ենթարկվեց, չմաքրվեց, չզուլալվեց եւ սրվա դրությամբ
այսպես հույսեր էլ չկան, որ դա կարվի, ենթադրենք, հա, վաղը կամ մյուս օրը։ Հիմա եթե չկա այդ արդարության միջավայրը, այսինքն մարդը ձեր ասած օրինապաշտ քաղաքացին վստահ չի, որ եթե ինչ որ հարցով ինքը գնա դատարան կամ իրեն բերեն դատարան, ինքը այնտեղ արդարություն կգտնի։ Այդ դեպքում այդ ինստիտուտները ինչի հաշվին պետք է գան։ Անշար հարցերում կարող է գտնի։ Այլ հարցերում, հա, դե բարձր խնդիրներ կառաջանան։ Դե ինչ ասեմ, իշխանությունը, նայեք, իշխանությունը ունի իր քաղաքականությունը, ինքը ռեֆորմիստական մտածողությամբ իշխանություն է, ինքը որոշել է, որ պիտի գնա բարեփոխումների ճանապարհով, համակարգեր փոխել, բայց ինքը պիտի իմանա, որ այդ բարեփոխումների ճանապարհով, ինչքան էլ դու փորձես ենթադրենք նոր համակարգեր ներմուծես, նախկին մտածողության մարդիկ համակարգը փոխելու են հարմարեցնել իրենց։ Եվ այդպիսի դեպքեր բազմաթիվ կա կրթության բնագավառում, գիտության մեջ, շատ այլ տեղեր։ Օրինակ, եթե դուք օրինակ մի օր հայ ժողովուրդը որոշի թարս արտանալ եւ իշխանությունը հանձնել իրեն կողոպտված անցյալի ներկայացուցիչներին, մի տարվա մեջ անենց համակարգ կստեղծեն, հակապետական, կոռուպցիոն, անենց համակարգ կստեղծեն, աշխարհը կտենա կզարմանա։ Օրինակ այդ դրանք համակարգ ստեղծող մարդիկ են, բայց իհարկե անտիսիստեմներ ստեղծող մարդիկ են, բայց կստեղծեն։ Օրինակ ինչպես է դրանց մոտ ստացվում այդ համակարգերը արագ առաջացնել, մեզ մոտ դժվարություններ է առաջանում այլ համակարգեր ստեղծելը։ Որովհետև դե ինչ ասեմ, մեթոդն է այդպիսին, իշխանության ընտած մեթոդն է այդպիսին, ինքը տանջամահ անող մեթոդ է։ Առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ եմ ասում, ժողովուրդները հոգնել գիտեն, իսկ մենք ընդհանրապես արագ հոգնող ժողով, մենք գերմանացի չենք մտածողության մեջ, որ լրիվ ռացիոնալ լինի դատողությունները, այս բաներ կա, հասկանանք, որ այդպես է։ Եթե ռեֆորմները, տրանսֆորմացիաները, ժողովրդավարացումը դանդաղ է, ժողովուրդը հոգնում է այդ ընթացքում եւ խիստ հնարավոր են ռևերս ալիքներ։ Խիստ հնարավոր են։ Մենք ոչ միայն ժողովրդավարական դառնալու խնդիր ունենք, այլ մենք ունենք խնդիր պետություն ստեղծելու, այսինքն մերը միայն անցում չի ավտորիտարիզմից դեմոկրատիա, այսինքն սովորական տրանզիտ չի։ Դրա հետ նաև պետություն ստեղծելու խնդիրը։ Այս անսովոր տրանզիտների պայմաններում սովորական մեթոդներով բաներ փոխելը մի քիչ կասկածելի է։ Դրա համար, օրինակ, եթե այս ընտրությունները նայենք, հա, իհարկե իշխանությունը աղթել է, բայց այդտեղ խնդիր կա։ Այնտեղ մի 500 քանի հազար ձեն հավաքած հատված կա։ Նկատի ունենք եւ այստեղ իշխանության բացատրությունները դե կաշառքով է ինչով ուզում է լինի, ինչ կապ ունի։ Այդ նշանակում է այդ հատվածը ընդհանրապես կոռուպցիոն մտածողությամբ մարդու համար ինչ կապ ունի, ասենք, ում է ընտրել, ոնց է ընտրել, այդ մարդիկ ընտրել են պետության տապալման, հանուն պետության տապալման, այդ մարդիկ այդ ընտրությունն են արել, բայց սա վտանգավոր միտում է, եւ եթե մենք շարունակում ենք էլի ռեֆորմների դանդաղ հոգեմաշանող քաղաքականությունը եւ եթե որոշ տեղերում օրինակ հեղափոխական որոշումներ չեն կայացվելու, ապա 31 թիվը մեզ համար լուրջ խնդիրներ է խոստանում։ Դա ինչ ասեմ, իշխանության ընտրած մեթոդն է։ Իրենք գտնում են, որ մենք ունենք 500,000 համակարգացի, որոնք կողմ են պետության տապալմանը։ Այո։ Եվ մենք պիտի օբյեկտիվ լինենք, եւ այստեղ ոչ մի բացատրություն ընդունելի չի։ Ոնց են կողմ, ինչ են կողմ, փողով են կողմ եղել, որ հարցնեիք կարող է կողմ չլինել։ Այնպես չի, որ ասենք դեմեր հետո փող տվեցին դարով կողմ։ Այդ բացատրությունները անիմաստ բացատրություններ են։ Ակնհայտ է, չէ, որ այն հատվածը, որը այդքան ձայն է հավաքել, դրանք ինքնիշխանության գիտակցությամբ մարդիկ չեն։ Օրինակ դրանց լեզվամտածողությունը նայեք, թեկուզ շարքային քաղաքական դիսկուրսը նայեք, դրանց մոտ անկախություն բառը չկա, դուք չեք կարող գտնեք։ Ինչ ասես կգտնեք հայը, հայի տունը, հայի ավանդույթը, մեր մշակույթը, չգիտեմ, տատուստունը, հա, ինչ-որ բաներ էլի, Հայաստանը, բան, անվտանգ, ինչ ասես կլսես, անկախություն բառ, ջանդակներից հանած այդ մարդկանց անկախությունը։ Եվ ակնհայտ է, որ իրենք Հայաստանը անկախ չեն պատկերացնում, իրենք ինչ-որ իրենց մտքի մեջ ինչ-որ Հայաստան ունեն, որը Ռուսաստանի կազմում պետք է լինի։ Դա ցավալի բան է, բայց այդպիսին են այդ մարդիկ։
այդպեսին այդ մարդկանց վարքաբանությունը, այդպեսին այդ մարդկանց արածը ժամանակին, այս պետությունը, որ այսօր բարդություններ ունի, դա իրենց արածի հետևանքն է, որովհետև այլանդակ վիճակները շատ է, բոլոր ինստիտուտները աղտեղությունների մեջ թաղված են, բոլոր ինստիտուտները, մենք ինչի է դժվարությունները շատ, որովհետև նախ սովետական ժառանգություն կա, կոռուպցիոն մշակույթը, դա սովետական մշակույթ է, ուզում եմ մեր ժողովուրդը իմանա։ Օրինակ սովետական տարիներին ինչու կար կոռուպցիա, որովհետև սովետական բյուրոկրատիան ծանրաշարժ է, լավը չէր, ասենք հատկապես մարդիկ կհիշեն, ասենք այն պասպորտ սեղանները, չէ, որ մարդիկ գնում էին, ասենք 7 ժամ հերթ էին կանգնում, ասենք այնտեղ մի հատ դեղին մազերով 200 կիլանոց սովորաբար կին է, չէ, նստած լինում։ Հիմա էլ են մի այդքան որ ասում է, այս թուղթը պակաս է, այսինքն մարդը պետք է գնի, բայց պակաս չի։ Դա սովետական ավանդույթ է թղթով տանջել, որսի մարդիկ այդ բյուրոկրատիան հաղթահարեն, կաշառք էին տալիս։ Այդ բյուրոկրատական մտածողությունը մեջներս կա։ Բանբաներ կան, ռուսական մշակույթը մեզ հետ կապ չունի։ Այդ կա, նաև 30 տարի ապել է աղքատ, շատ ուրիշ վատ բաներ են եղել, դրա համար դժվար է, շատ ենք փչացել։ Իմիջիայլոց, քանի որ համատության տրամաբանությամբ գնացիք, տեսեք, մարդիկ, որոնք շփվել են եվրոպական բյուրոկրատիայի հետ, ասում են, որ խորհրդային բյուրոկրատիան դրա համեմատ փսլնքոտ լակոտ։ Չէ, իհարկե, այնտեղ բյուրոկրատիան պետության համար է, այստեղ բյուրոկրատիան կա մարդուն տանջելու համար է։ Այնտեղ է բյուրոկրատիան, եթե դուք իրավական պետության ճանապարհներով գնաք եւ օրինապակ քաղաքացի եք, դուք հեշտ կհաղթահարեք։ Դու իմանաք այդ ով է ասողը։ Եթե մենք ենք, ասենք ինձ նման հայ ասողը, դասական էլի, դե ինքը սովոր է բյուրոկրատիա փողով հաղթահարի։ Այդ հեշտ է։ Իսկ այ որ օրինական ճանապարհով բյուրոկրատիան հաղթարեք, հա մի քիչ բարդություններ կան, բայց դուք դա կհաղթահարեք, այդ բյուրոկրատիան ձեզ կաջակցի կգնաք առաջ։ Բայց այստեղի բյուրոկրատիան դրա համար չի, սաբոտաժ անելու համար է, կաշառք ստանալու համար է։ Դրա համար մենք սովոր ենք այդ բյուրոկրատիան հաղթահարելու կաշառք տալ։ Իսկ եվրոպական բյուրոկրատիան հա իհարկե բարդ է, բայց դա եթե դուք իրավական պետության ճանապարհով գնաք, հաղթահարելը շատ հեշտ է։ Ասեմ, սենց բաներ կա մեջներս, որ շատ է բարդացնում մեր կյանքը, ընտրություն անելու մշակույթը, այդ ցիվիլիարխիկ քաղաքացիավարական մշակույթը մեջներս հələ չկա, նոր է ձևավորում, դրա համար բարդությունները շատ են։ Կրթություններս տեղը չի, բայց սրանք բաներ չի, ես նաև ուզում ասել, սրանք արդարացումներ չպետք է լինեն։ Սա օբյեկտիվ իրականությունն է, բայց կյանքը դու ես եւ հանգամանքները, եւ քո վերաբերմունքը այդ հանգամանքներին։ Մենք իրավունք չունենք այս հանգամանքներին հանձնվենք եւ շարունակենք այս ձևով։ Մենք պարտավոր ենք ազդել, փոխել այդ հանգամանքները։ Կան ոլորտներ, որոնք հեղափոխական ճանապարհով պետք է փոխվեն։ Կարող է այդտեղ 2 հատ սխալ լինի, 3 հատ սխալ լինի, ոչինչ։ Ավելի լավ է մի քանի հատ նման սխալներ լինի, բայց համակարգը սթրեսով, շոկային հարվածով փոխես, քան դու գնաս տարիներով այդ համակարգը փոխես, նաև նկատի ունենաս, որ հասարակությունը կարող է հոգնել, հետո ինքը քեզ կտապալի։ Դա հարցեր կա, որ մենք պետք է քննարկենք։ Ստեյցեն դուք առաջարկում եք կամ պնդում եք, որ մենք պետք է աշխարհանկալումների մեր փոփոխության ենթարկենք, հա, աշխարհանկալումները հիմա այն մի կողմն էլ ասում մենք մեր աշխարհանկալումներով այսպիսին ենք, հետեւաբար մենք Եվրոպայի հետ գործ չունենք, որտեղ Եվրոպայում այսպես է, այնպես չի։ Մենք այսպիսին ենք, հա, մենք post-sovet ենք։ Եկեք մնանք post-sovet։ Դե հակառակ դեպքում մեզ սպառնում է վիլայեթացում, ուկրաինացում, բարեբախտաբար սիրականացումը դուրս է եկել հիմա շրջանառությունից, բայց դա էլ կար ժամանակին։ Դրանք նայեք, մեր 200 տարվա քաղաքական մտքի խավարի շարունակություն է եւ մենք այդ խավարից պետք է դուրս գանք։ Եվ վատը որն է, որ էլի շարունակում է այս անտագոնիզմը, կամ ռուսամետ ես, կամ արևմտամետ ես, եթե ես թուրքամետ ես, եթե թուրքամետ ես, ռուսամետ ես, այս երկությունների համակարգը մեզ չի թողում մտածել։ Նախ ընդհանրապես այդ հետսովետական պետություն տերմինից ժամանակին առիթ ունեցել եմ ասել, հիմա մենք պետք է ազատվենք։ Օրինակ մեր գիտական միտքները շատ հարցերում գրում է հետխորհրդային Հայաստան, այսինքն խորհրդային միության լեշը ոտերից հետ կախված է, չի թողում անկախանաս։ Այսինքն ինչ ենք մենք ասում հետխորհրդային Հայաստան։
նույնիսկ գիտական, սոցիոլոգիական գրականության մեջ հատկապես գրում են, հետ խորհրդային հասնիչ խորհրդային 20-30 տարի կապ չունենք, բայց շղթաներով կապում են խորհրդային անցյալը։ Սա պետք է թողնենք, պետք է ասենք անկախ Հայաստան, այսինքն նույնիսկ դիսկուրսը կպայմանավորի մտածողության շատ ձևեր։ Բայց դե հա, մեր միտքը այդպեսին է, մենք մտքի խավարի մեջ խրված ժողովուրդ ենք, քաղաքական մտածողություններս թույլ է, բայց իրականում մենք ոչ ենք, ոչ էլ ենք։ Մենք օրինակ ամենաճիշտ բնորոշումը կարծում եմ Բրուսովն է տվել, որ մենք արևմտյան եւ արևելյան մշակույթի սինթեզն ենք։ Մենք աշխարհի եւ մշակութային իմաստով, եւ աշխարհագրական իմաստով մենք խաչմերուկում գտնվող, մենք թարգմանչական մշակույթի տարբեր մշակույթների իրար հետ համագործակցության հուն բերող մշակույթի ժողովուրդ ենք եւ մենք խնդիր չունենք։ Իհարկե մենք պարզ է որ շատ հարցերում արևմտյանին ենք մոտ, բայց մենք նաև արևելյան մշակույթի սինթեզը կա մեր մեջ եւ մենք այս հակադրությունները չգնանք լրացնելու կարգով ուղղակի եթե ես սխալվում եմ հետո մեր հավատարիմ հետևորդները ինձ կուղեն, բայց ես ենթադրում եմ որ ամենադեպս չեմ հիշում որևէ այլ երկիր որտեղ կա թարգմանչած տոն։ Այո։ Մեր մշակույթն այդպեսին է, օրինակ եւ նախ մշակույթների, օրինակ տեսեք Կանտը ինչ է ասում, Իմմանուել Կանտը 18-րդ դարի գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրն է, ես լավ գիտեք, ասում է համաշխարհային առևտուր կազմակերպած համար առաջի ժողովուրդը դա հայ ժողովուրդն է, դա Կանտն է ասում, դա ինչ է, դա նշանակում է նախ դու պետք է չխաբես չէ, միջմշակութային հաղորդակցություն պետք է իմանաս, լեզուներ պետք է իմանաս, բացի այն որ մշակույթների թարգմանական արվեստի ժողովուրդ ենք մենք, մեզ մոտ թարգմանչական արվեստը ինքնին շատ ուժեղ է, օրինակ նայեք, ասենք Աստվածաշունչը բոլոր ժողովուրդների մոտ Բիբլիա է, չէ, իրար հետևից անկապ կրկնել են։ Միակ ժողովուրդն է, տեսեք, Աստվածաշունչը թարգմանում։ Մեր նախ թարգմանական արվեստն է ուժեղ, բայց նաև մշակույթների երկխոսությունն է շատ մեզ մոտ ուժեղ։ Ասա ասեմ, մենք այդ հակադրությունների մեջ պետք է չգնանք, պարզապես այդ անտագոնիզմը եկել է, այդ զառոցը անընդհատ կա, եմել եկել մտել է խորհրդարան այդ զառոցը, դա ռուսական զառոց, այնտեղ, չգիտեմ, Եվրոպա կամ չի, անկախական թև։ Եվ այս զառոցը նորից էլի շարունակվել է, հասարակությունը մնում է այս թշնամանքի մեջ, նախ մտածողության թշնամանքի մեջ, որ առանց ռուսի չես կարող, այն մեկը առանց Եվրոպայի չես կարող, նաև աշխարհաքաղաքական անտագոնիզմն է եկել նորից էլի խորհրդարան։ Հիմա սա հաղթահարելու համար ուղիներ են պետք, բայց սա ինքնին չի հաղթահարվելու, նոր ուժեր պետք է ձևավորվեն։ Օրինակ ժողովրդավարական թևը, որից ես շատ դժգոհ եմ, որը ինքը դժգոհ է պետությունից, իշխանությունից, որ ինքը օբյեկտիվ է, բայց ես էլ իրենցից եմ դժգոհ, իրենց կազմակերպվածության մասշտաբից եմ դժգոհ։ Այս խորհրդարանի այսօրվա մոդելը նաև իրենց թուլության հետևանք է։ Այդ այտենց մենակ շարը բանի վրա գցելով չի, գնա սրան փակի, որ ես գամ։ Օրինակ, ես չունեմ վստահություն, որ եթե սրանց փակեն, սրանք անցնելու են։ Այդ այտենց ով է ասել, բայց պատասխանները գրպան պետք է փոխվենք մենք, քաղաքական ուժերները պետք է փոխվեն։ Բայց սրանք ամեն դեպքում մեր հասարակության զարգացման հետևանք են։ Այսքան ենք մենք զարգացած։ Մենք պետք է օբյեկտիվ, մենք մեզնից դուրս բաներ պետք է չմտածենք։ Մեր վիճակը այսօր մեր հասարակական զարգացման հայելին է։ Բայց ամեն դեպքում այստեղ բաներ կա, պետք է նկատի ունենք։ Իշխանությունը ոչ մի բան չպետք է բացատրի։ Տատուս արև, պապուս արև, դատարանն է, այն դատավորը։ Դուք դրա համար եք, որովհետեւ դուք դա փոխեք, ոչ թե դրա համար եք, որովհետեւ բացատրեք, թե դա ինչու չեք փոխել։ Այսինքն գոնե այս ընտրություններից հետո իշխանության գլխավոր խնդիրը պետք է լինի այս։ Չեմ հիշում այդ մտքի հեղինակով էր, ասում էր խավարից բողոքելու փոխարեն լուցկի վառի։ Այո։ Հիմա դա ինչալուց մեր ազատական քաղաքական ուժերին պետք է անընդհատ ամենօրյա դրամաբանությամբ հիշեցնել։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։